Օխաշ, ժողովուրդ ջան, այսօր պատրաստում եմ գարի խաշլամա, պապիկիս բաղադրատոմսով եւ ֆրանսիական նրբություններով։ Մեզ բարի ընթացք։ Ժողովուրդ ջան, ես կտրտում եմ գարը, այսենց մեջտեղ եմ անում։ Նայեք, օբաշ։ Ահա, մի քանի հատ կտորներ, այսենց։ Ահա, էս էլ այսենց են կտրտում հանում։ Միսը պատրաստ է արդեն, անցնում ենք բանջարեղեններին։ Շատ բան պետք չի ժողովուրդ ջան, նայեք, բադրջան, պամիդոր, սոխ, բիբար։ Ինչպես միշտ ես մի փոքրիկ գաղտնիք ունեմ, եփելուց առաջ ես բոլոր մսերն ու բանջարեղենները համեմում եմ, նոր պատրաստում եմ։ Հիմա մենք սկսում ենք դասավորելը ու ասեմ ձեզ, որ սա գալիս է պապիկիցս, որ միշտ իր խաշլամի տակ դնում էր խաղողի ճյուղերը, պարտադիր։ Նրանից հետո ինքը լցնում էր մեր համեմված սոխը, պամիդորները, բադրջանները, այսենց, կանաչիները, այսենց, մեր կտրտած միսը, այսենց։ Հերթը հասավ ֆրանսիական բաղադրատոմսին, ինչը որ ես ավելացնում եմ մի փոքր մեղր եւ սպիտակ գինի։ Ուզում եմ ասեմ, որ ոչ մի ջուր չեմ լցնելու այս խաշլամային։ Ահա, հերթը հասավ եփելուն, ես փակում եմ իրան յուղաթղթով, այսենց, եւ վրան ավելացնում եմ իր գեղեցիկ խուփը։ Ահա խաշլամեն արդեն պատրաստ է ժողովուրդ ջան, նայեք ինչ ձև ա եղել կրակի վրան, եփվել է մի ժամ 10-15 րոպե, այսենց, նայեք ինչա տեղի ունեցել իր հետ, այսենց, այսենց, ահա, օպլաշ։ Անտիր ա եղել ժողովուրդ ջան, անտիր։ Դե մեզ բարյախոժակ,